Համացանցում հաճախ են տարածվում մեկը մյուսից ֆանտաստիկ բաղադրատոմսեր, դեղատոմսեր ու խորհուրդներ, թե ինչպես կարելի է բուժել քաղցկեղը։ Ռացիոնն ավելի քան բազմազան է՝ սոդա, սխտոր, սիսեռ, կարիճի ու մեղվի թույն։ Ամենասարսափելին ոչ թե այս ապագիտական ու կյանքի համար վտանգավոր մեթոդների տարածումն է համացանցում, այլ այն, որ դրանք տարածում են նաև բավականին հեղինակավոր լրատվականներ։ Իսկ քաղցկեղի իրական բուժումը երկարատև է, տհաճ, վախեցնող, թանկ։ Դրա համար մարդիկ շատ հեշտ են ընկնում արագ ու ձեռքի տակ եղած միջոցներով բուժվելու պատրանքի ծուղակը։ Իսկ այն պրեպարատները, որոնք որ ոչ ապացուցողական են, հիմնվում են ժողովրդական բուժման վրա կամ իրենցից անգամ դեղորայք չեն ներկայացնում, դա կարող է լինել տարբեր տեսակի չհաստատված պրեպարատներ, այդ ացետեն կամ կարիճի թույնը, կամ սոդայաբուժությունը, կամ սիսեռաբուժությունը, չունեն բավարար հիմք, որը որ կապացուցի նրանց արդյունավետությունը։ Եվ մարդիկ այստեղ հոգեբանական հարցը շատ կարևոր է։ Նման ստրեսային իրավիճակում, երբ որ իրենց մոտ հայտնաբերվում է քաղցկեղային խնդիր, փոխարեն դիմեն մասնագետի, սկսում են հետաքրքրվել ինտերնետ, հարևաններ, ծանոթ մարդիկ, ովքեր միգուցե անցել են այդ ճանապարհով եւ շատ ժամանակ հետևում են ոչ պատշաճ, ոչ մասնագիտական խորհուրդների։ Իսկ ժամանակը նման պացիենտների մոտ շատ մեծ կարևոր նշանակություն ունի, քանի որ քաղցկեղը ինչքան վաղ է ախտորոշվում, ինչքան վաղ է բուժումը սկսվում, այնքան արդյունքները ավելի գոհացուցիչ են լինում։ Քաղցկեղի դեմ ժողովրդական ու հարևան հեքի միասած միջոցները ոչ միայն արդյունավետ չեն, այլև վտանգավոր։ Քաղցկեղի կանխարգելման ու բուժման համար կան մի քանի մեթոդներ։ Սակայն ուռուցքաբանության մասին խոսելիս ես չէի ցանկանա շեշտը դնել միայն դեղորայքային բուժման վրա, լինի դա քիմիաթերապիա կամ բուժման ժամանակակից այլ մեթոդներ, քանի որ ուռուցքաբանության հիմքում ընկած է բուժման հիմնաքարային երեք ուղի՝ վիրահատական, դեղորայքային եւ ճառագայթային բուժումը, եւ կախված հիվանդության տեսակից եւ փուլավորումից այս երեք միջոցները համատեղել, ճիշտ հերթականությամբ օգտագործելը կբերի բուժման բարձր արդյունավետության։ Եվ ինչու եմ շեշտում այս ամենը, որ դիմելով բուժման, հետևելով այս կամ այն ոչ մասնագետի խորհուրդների, կարելի է ժամանակ կորցնել, պացիենտները կարող են կորցնել ժամանակը եւ բուժումը սկսելով ավելի ուշ նվազեցնել իրենց բուժման արդյունավետությունը։ Կանխարգելման ու տարատեսակ տեղեկատվական ծուղակներից խուսափելու համար կազմակերպվում են մի շարք տեղեկատվական արշավներ։ Օրինակ, Բրիտանիայում շարժական ֆլյուորոգրաֆիայի սարքը պտտում են փողոցներով ու որտեղ տեսնում են հավաքված ծխողների, մոտենում ու տեղում ստուգում են թոքերի վիճակը։ Այստեղ շատ կարևոր է լուսավորչական, կրթական աշխատանքները, որպեսզի մարդիկ ավելի տեղեկացված լինեն, երբ է պետք հետազոտվել, որ գանգատի դեպքում է պետք դիմել մասնագետի, պետք է գործեն կրթական ծրագրեր, լուսավորչական աշխատանքներ տարվեն, ինչպես օրինակ հակածխախոտային պայքարը, եւ այդ ամենի մեջ պետք է մեծ ավանդ ունենան ուռուցքաբանական կենտրոնները եւ բուժհիմնարկները, ինչպես օրինակ մեր կենտրոնում կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգային ծրագրերը։ Խուսափեք տարատեսակ ծուղակներից ու չապացուցված մեթոդներից, դրանք ոչ միայն օգուտ չեն տալիս, այլև կարող են ձեր կյանքն արժանալ։ Աղվան Ասոյան, Էդիկ Մալաքյան, ABC Media։